1500 երիտասարդներ մասնակցում են միջազգային կրթական համաժողովին, նախապես հայտարարված մրցույթի հաջողակներն են, ովքեր այսօր եկել են բախտ փորձելու, նրանցից վիճակահանության արդյունքում ընտրվելու է 30-ը, ովքեր հնարավորություն կստանան ուսումը շարունակելու արտերկրի տարբեր համալսարաններում եւ ավագ դպրոցներում։ Մեծ մասը, ովքեր խաղաղության են մասնակցել, իրենք արդեն իսկ ունեն հանձնած քննություն, կան մարդիկ, ովքեր գրանցվել են կարճաժամկետ, որոնք ունեն այդպիսի գիտելիքներ։ Գրետա Հարությունյան, 163 Հուզված է Գրետան, ասում է թեպետ ներքուստ վստահ էր, որ ինքը կլինի հաջողակներից մեկը, բայց իր անունը լսելիս անասելի հուզմունք ապրեց։ Բիզնես դպրոցում է սովորելու, միջազգային կառավարման բաժնում, ապագա մագիստրոսի ներկայիս մասնագիտությունը ընտրության հետ ոչ մի կապ չունի։ Ես դիմել էի որպես գեղանկարիչ, շարունակելու մագիստրատուրա եւ անկեղծ ասած դեռ լրիվ չեմ պատկերացնում ինչա անչափ Շատ ուրախ եմ իհարկե, բավականին հուզված եմ, դրա համար մի քիչ շփոթված եմ, ասենք ես նույնիսկ պայմանները չգիտեմ ոնց է։ Վիճակահանության մեկ այլ հաջողակի Արմենի հարցերն անպատասխան չեն մնա, 11 երկրներից մոտ 20 մասնագետ է եկել։ Տեղում երիտասարդներին հուզող հարցերին սպառիչ պատասխան տալու համար երիտասարդներն օգտվում են անվճար կամ մասնակի վճարովի ծրագրերից, որոնց միջոցով վճարելու են ուսման վարձ։ Գիտության համար իրենք են փող վաստակելու, վիզա ստանալու համար մաքուր անցյալ է պետք։ Հարկավոր է նաև, որ ծնողները ֆինանսապես ապահովված լինեն։ Հիմնականում հաշվի ենք առնում այն, որ ուսանողի ծնողն ունենա մոտ $20,000, սա կապ չունի ուսման վճարի հետ, այն առանձին հաշիվ է։ Լինում են դեպքեր, երբ հաշվի չի առնվում պահանջված գումարի առկայությունը, դա այն ժամանակ, երբ ուսանողը բարձր առաջադիմական տվյալներ ունի եւ կարողանում է ապացուցել, որ ուսումնական տվյալ հաստատությունում սովորելն իրեն իսկապես պետք է։ Արմինե Ավետիսյան, Գևորգ Մանուկյան, Աշոտ Սարգսյան, այսօր։